արդյոք այն պնդումները իրատեսական չեն, որ Սամվել Կարապետյանը վերադառնում է քաղաքականություն այն ամենից հետո, երբ անարդարությունն առնչվում է անձամբ իրեն։ Շատ լավ։ Եթե մենք ժամանակագրությունը ճիշտ ենք հիշում, եղավ հայտարարությունը եկեղեցու հետ կապված եւ նույն օրը սկսվեց process-ը այլ ուղղություններով, բիզնեսների ուղղություններով։ Եթե ասենք, որ մենք չգիտեինք, որ կարող է պետության կողմից լինել ինչ-որ պետության ղեկավարի կողմից, ով որ հակաեկեղեցական արշավ է սկսել, լինել ինչ-որ քայլեր, մենք սպասում էինք ինչ-որ քայլեր, բայց անհավասարակշիռ, չափից դուրս ոչ ժողովրդավար, իր ոճին հատուկ, անհարգալի վերաբերմունքը թե եկեղեցու հայրերին, թե եկեղեցուն, թե հայկական ժառանգությանը, թե նաև այն մարդկանց, ովքեր խոսք են բարձրացնում այդ բոլոր քայլերի դեմ, մեզ բերեց մի կետի, որ մենք հասկացանք, որ եթե մենք չենք անում, եթե Սամվել Կարապետյանը չի կանգնեցնում այս մարդուն, Հայաստանում ցավոք այս պահին չկա այդ պահի դրությամբ չկար գործիչ, ով կարող էր կանգնացնել այն մարդուն, ով իր եկեղեցու դեմ արշավ էր սկսել։ Իսկ ինչու այդ ամենը չարվեց Արցախի հայաթափման ժամանակ։ Դա եւս կարևորագույն խնդիր է Սյունիքում, պատերազմի եւ նաեւ Ջերմուկում հողերի օկուպացիայի ժամանակ։ Հիշելուց ուզում եմ երկու որակական համեմատություններ անել, ինչ ենք արել մենք եւ ինչ արել քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը։ Արցախի հայաթափումից հետո մենք, մեր ամբողջ թիմը օրերով մենք մեր հայրենակիցների տեղավորման հարցով էինք զբաղվում։ Ես հիշում եմ գիշեր-ցերեկ մենք այդ գործի վրա էինք ու չէինք քնում ու ահավոր ստրեսային էր։ Գիտեք ինչն էր ամենաստրեսայինը։ Երբ որ Տաշիրում էինք գտնվում ու արցախցիները գալիս էին, երևի ամեն երրորդ մեքենան որ գալիս էր կամ չորրորդ, հայրը մեքենայում չէր։ Նկար էին բերում։ Հոր նկարը ու պապի նկարը մեկ-մեկ։ Գալիս էր մայրը, երեխաները եւ ամուսնու մայրը։ Ամեն երրորդ, չորրորդ ընտանիքը անհայր էր գալիս։ Ու այդ օրերը, այդ ապրած պահերը մենք չենք կարող մոռանալ։ Ես չեմ կարող անձամբ մոռանալ այդ պահերը։ Ու իմ կյանքի ամենամեծ հարվածներից մեկը այդ օրերն ա եղել։ Իսկ ինչը արել քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Ես այսօր մի հատ բան եմ պատրաստել, որ մեր հասարակությունը մարդկանց դեմքերը ճիշտ ճանաչի, էլի, ոչ թե խոսքերով ճանաչի, այլ իրական դեմքերով։ Ես բերել եմ 23 թվականի Արցախի դեմ սկսված ագրեսիայից հետո ազգային ժողովի նախագահի հրամանագիրը, որով նա պարգևավճարներ է բաժանում падգամավորներին եւ աշխատակազմին ազգային ժողովի։